Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում միմիայն լավ ջերմ տրամադրություն, հատկապես որ եղանակն արդեն նպաստում է դրան։ Փետրվարի 19-ը, օրը 5 շաբթի, այս առավոտ եթերում ձեզ համար սիրով կաշխատեն Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Սիրով ենք ասում բարի լույս բոլորին եւ ինչպես միշտ հորդորում ենք միանալ մեր լայվերին, որոնք արդեն գործարկված են armradio.am կայքում, նաև Facebook-յան ավանդական տարբերակը եւս ուժի մեջ է։ Այո, ուժի մեջ է նաև ուղիղ եթերի հեռախոսահամարը 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով եք զանգահարում եւ մեզ հետ կապ հաստատում։ Մենք սկսում ենք բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:35, այո, պահը երբեք չպետք է բաց թողնել, որտեղ ժամանակը մեզնից է գրում, ինչպես երգում էր Զարուհի Բաբայանը։ Այո, շատ կարևոր է այդ պահը զգալ, ճիշտ պահը, եկել է քո ճիշտ պահը։ Այո։ Ֆիքսեք դա եւ փորձեք կարևոր մանրուքներին ուշադրություն դարձնել, դրանք էլ ձեզ կհուշեն հարգելի ռադիո լսողներ, եւ եթե օրինակ որոշել եք ինչ-որ հետաքրքիր բան անել, ապա մի մոռացեք, որ կարող եք դա անել հենց այս պահին։ Եվ պահը բաց մի թողեք։ Օրինակ Կարինե Մկրտչյանը պահը բաց չի թողել եւ ասում է, որ
Բարի լույս իմ սիրելի հաղորդավարներ, ձեզ հետ միասին վայելում եմ սուրճս, իսկ համեղ թխվածքաբլիթ ունեք, Տիկին Կարինե, մենք նոր ըմբոշխնեցինք, հրաշալի տնական, համեղ թխվածքաբլիթ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քո տիկնոջը Անահիտին, Ես կփոխանցեմ։ Այո, եւ ասում եմ, որ այս պահին ու միշտ մաղթում եմ արևաշաղ ու անհոգորեր ձեզ ու մեզ։ Այ արևաշատը այսօր կլինի եղանակը թե ոչ, հիմա կպարզենք այս պահին Երևանում 7 աստիճան տաքություն է։ Օրվա ընթացքում մինչև 12 աստիճան կբարձրանա Սանդղակը, տեղումներ են մեզ խոստանում ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում։ Այսքան անձրև ենք ունենալու։ Այո, բայց կարճատ է։ Հեռացիր, հեռացիր։ Ես այսօր անձրևանոց չեմ վերցնել, դրա համար չի գալու անձրև։ Նաև տեղեկացնենք, որ այսօր եւ վաղը հանրապետության տարածքում աստիճանաբար ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 7-ից 10 աստիճան։ Գոհես քո հայտնած լուրերից։ Դե ես չեմ հայտնում, դա հիմա կապ չունի քո շուրթերից է այդ հնչում։ Ովքեր աշխատում են այդ ոլորտում։ Լավ։ Գնանք մայրաքաղաք։ Երևանում այո, կարճատև անձրև են խոստանում, ինչպես արդեն նշել է, հիմա գալիս էինք մեքենայով, տեսար, որ թվում է թե հեսա կգա, բայց չի գալիս։ Բայց ինչպես ասում են, ամպերը կախված Ես լիահույս եմ, որ այդուհանդերձ անձրևը չի գա։ Հա, էլի ես էլ եմ լիահույս, որովհետև սխալվեն թողոթերը։ Հազիվ մեքենայինք լվացել, մի քանի օր վայելել, ճիշտ է, քաղաքը այնքան փոշոտ է, որ միանգամից պատվում է փոշով, բայց պատկերացու ջուրն էլ կաթում է անձրևը եւ ինչ է դառնում մեքենան։ Իմիջայլոց եթե մեքենաց սպիտակ է, ավելի ուշադիր եղիր, այն օրը այսպես մատով արեցի սպիտակ մեքենային եւ սեյֆ փոշի։ Ընդամենը 15 րոպե կանգնել էին։ Քաղաքը փոշու մեջ կորած է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մաքրեք քաղաքը։ Ուր են փոշեկուլները, քաղաքը մաքրող փոշեկուլները, ուր են։ Փոշին առավելապես կքչանա, երբ շինարարական գործունեությունը մի քիչ պակասի մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածում։ Ձմեռային ավազից հետո այդ փոշին մնացել է։ Եվ եւս մեկ կարևոր բան, կանաչ գոտիները պիտի շատ լինեն, որպեսզի օգնեն եւ աղտոտված չլինի օդը եւ այս պարագայում եւ ամենակարևորը, որ շինարարություն իրականացնող ընկերությունները պիտի պահեն բոլոր կանոնները, դրանք շատ կարևոր են։ Շինարարությունը քիչ էր, մի հատ էլ ձմեռվանից հետո այդ աղն ու ավազը, որ մնաց փողոցներում, մի ասա, աղ ու պղպեղ ասա։ Մաքրեք քաղաքը, որտեղ ուզում ենք մաքուր փողոցներով երթևեկել եւ վերջ, որտեղ մեծ մեքենա է բեռնատար է անցնում եւ վերջ, փոշով պատվում ենք բոլորս։ Տեսնում փոշե մառախուղ է լինում։ Ինչ է կատարվում Հայաստանի ճանապարհների։ Եղանակով պայմանավորված իհարկե իրավիճակ է փոխվում, բայց նույնը չես կարող ասել օրինակ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհների մասին, նրանք դեռ փակ են ու դեռ երկար փակ են լինելու։ Տեղեկացնենք, որ Վարդենյանց լեռնանցքը դժվար անցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, բնականաբար դեռ հորդորում ենք, որպեսզի վարորդները ժամանակից շուտ չհրաժարվեն ձմեռային անվադողերից, շարունակեք երթևեկել ձմեռային անվադողերով բացառապես եւ իհարկե չենք մոռանում կարևորի մասին Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեզ մոտ երբուք ու բորաներ Լարսը բաց էր, հիմա մեզ մոտ մի քիչ տաքացել է, Լարսը փակվել է։ Եվ տեղեկացնենք այսօր ժամը 9-ի դրությամբ տեղեկացնենք Ապանանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի, Արտիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է, այնպես որ հարգելի ռադիոլսողներ, այո, ուշադիր եղեք Զգոն եղեք, եթե այդ ճանապարհը հատվածով եք երթևեկելու։ Պահպանեք հեռավորություն, հատկապես մայրուղիների վրա, դա պետք է կազմի 15-ից 20 մետր հեռավորություն, իսկ քաղաքում 1-ից 2 մետր։ Քաղաքում եւս պահպանեք այդ ճիշտ հեռավորությունը, բայց ստիպված հաճախ վարորդները չեն պահպանում, որովհետեւ կողքի մեքենաները առանց կողքի լույսը միացնելու մուտք են գործում, այդտեղ մտածում են ազատ տարածք է։ Ոչ, դա նորմա է, որպեսզի Աստված մի արասե, եթե ավտովթար տեղ ունենա, ապա օրինակ տուժեն 2 մեքենա, ոչ թե 6 մեքենա, սովորաբար մենք գիտենք, չէ՞, 6 մեքենայի արդյունքը դա է այն է, որ չի պահպանվում հեռավորությունը։ Մենք ունենք 2 վթար այս պահին Երևանում, մեկը Կոմիտասի Բողոտայի վրա է վթարը, հիմա տեսնենք թե որ խաչմերուկում է։ Այո, Վահրամ Փափազյան եւ Կոմիտաս եթե դեռ կա ցույց է տալիս, նաև մեկ վթար ունեն Գարեգին Նժդեմ փողոցի վրա, հրապարակից մի փոքր հեռու, հա, շատ քիչ։
Դեպի հրապարակ տանող որ փողոցն է որ այդքան բոսոր է Գարեգին նժդը հենց վթարի հետևանքով խցանում է սկսել 7 բալ է ընդհանուր նիշը խցանումների այս բան մարակած կամ մենք ենք սովորել կամ իսկապես կարողանում ենք ճիշտ կողմնորոշվել եւ նույնիսկ 7 բալային սանդղակով խցանման ժամանակ այդուհանդերձ երթևեկություն կա գուցե տեղ-տեղ փոքր-ինչ դանդաղ բայց կա այնպես որ եթե ուշացել եք ու ժամանակը ճիշտ չեք հաշվարկել աշխատավայրում մի ասեք խցանման մեջ է որովհետեւ այդքան էլ արդեն չի աշխատում, այս ինչ ենք Պարոնյան եւ երկկողմանի ծանրաբեռնված է։ Մի այլ կարգի այլ կարգի հարգելի ռադիո։ Դե աթենք իջնողն է ծանրաբեռնված, իսկ Պարոնյանը ինչու է ծանրաբեռնված, որովհետեւ շինարարական աշխատանքներ են տանում այստեղ։ Հոսերն են լցնում։ Միգուցե։ Լցրեք այդ փոսերը։ Վերջացավ։ Բայց լցում են եւ այդ արդեն շաբաթն անցել է եւ այդ փոսերը դեռ կան, հասկանում ես, արդեն մեկ շաբաթ է անցել։ Շատ ծանր եւ բարդ վիճակում է նաեւ մեր Հալաբյանից դեպի բարեկամություն գնացող կամուրջի վիճակը, մեքենաները այդտեղ նոր կարկատաններ են հայտնվել։ Տխուր իրավիճակ է։ Բայց խոստացել են կամուրջը այս տարի ամռանը, երբ արձակուրդների սեզոն սկսվի, նորոգելու են։ Ինչ լավ է։ Մենք հուսանք, որ այդպես էլ կլինի։ Իդեպ on-line հարթակում ունենք 2 գրառում, Սոնյա Սաֆարյանն ասում է բարի լույս իմ շատ սիրելիներ ջան, ինչքան հաճելի էր լսել սուրճ ու սեր։ Կարեն Հովհաննիսյանը մեր շատ լավ ընկեր եւ եթերային ընկեր նաեւ ինչու ոչ գրում է հարազատ ձայներ, հարազատ դեմքեր, վաղուց չէի լսում ռադիո, այսօր որոշեցի միացնել եւ դուք հանրային ռադիոյի ամենաձայներ։ Օրս լավ սկսվեց։ Հրաշալի շնորհակալ ենք Կարեն ջան եւ Էդիկ Բաբուջյանը մեզ ուղարկում է սրճիկներ։ Երեկել ծաղիկներ են մեզ ուղարկել։ Ինչ վերաբերում է օթային տարածքին, ապա Զվարթնոցի պաշտոնական կայքը այսպես ինչ պատճառներով անհասանելի է, բայց մեկ այլ տարբերակով ես մուտք գործեցի եւ տեսա, որ մեկնումների եւ ժամանումների ցուցակում չունենք այս բան ոչ մի փոփոխություն։ Շատ լավ է, եթե գտար եւ հասկացար, բայց այդուհանդերձ, եթե կայքը հասանելի չի, դա դեռ չի նշանակում, որ թռիչքներ, վայրեջքներ տեղի չեն ունենում եւ ոչ ոք ոչինչ չի հետաձգել, փաստորեն, այնպես որ ժամանակին հասեք օթանավակայան դիմավորելու ձեր հարազատներին կամ ընկերներին եւ իհարկե եթե մեկնում եք, որպեսզի հասցնեք բոլոր գործընթացներն անեք եւ չվազվզեք։ Տեղափոխվենք տարադրամի շուկա եւ ծանոթանանք կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 377 դրամ է, 1 եվրոն 446 դրամ, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 409 դրամ է, վրացական լարին 141 եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ Շատ լավ է։ Իդեպ Սմբատ Երվանդյանը on-line հարթակում գրում է մեզ Կոմիտաս Փափազյանին արդեն չկա, խցանում։ Արդեն չկա։ Եվ փառքաստու, որ տեսնես մեզ օգնում են։ Հատուկ թղթակիցներ վեր այդ հատվածից շատ հաճելի է, որ կապը այսքան ամուր ու ջերմ է, այնպես որ մենք սպասում ենք թե ձեր նամակներին, թե ձեր զանգերին, arm.radio.am կայքեք մուտք գործում, դիտել կոճակն եք սեղմում, դիտում եք ընտեղել եք մեկնաբանություն գրում Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ եք մուտք գործում եւ այնտեղ եւս մեկնաբանություններ գրում դրանք մեր աչքից չեն վերեպում։ Հաջող օր բոլորիս, քիչ անց բացելու ենք փետրվարի 19-ի օրացույցը։
empty delusion, lost in the fire below. And you come running, your eyes will be open. And when you come back, I'll be as you want me, only so eager to be. My little song will keep you beside me, thinking your name as I sing. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, sing it back to me. Իննանց 47 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի հարգելի ռադիո լսողներ եւ մաղթում, որպեսզի հենց վաղ առավոտից լինեք արդյունավետ, ձեզ համար, որպեսզի ձեր գործերը հասցնեք եւ իհարկե ունենաք լավ տրամադրություն։ Իսկ լավ տրամադրություն կարող է փոխանցել պարզապես ժպիտը։ Լավ բաներ ասեք ձեր հարազատներին, ձեր մտերիմներին ու ծանոթներին, ինչու ոչ, եթե փողոցում քայլում եք օրինակ, տեսնում եք շքեն, որևէ կնոջ ասեք, որ նա շատ գեղեցիկ է։ Հավատացնում եմ, այդ երկու բառը կարող է փոխել մի ամբողջ աշխարհ եւ նա ոգևորված, ոգեշնչված գնա ու սարը շուռ տա։ Իսկ լավ տրամադրությունը գալիս է աչքերով եւ ականջներով։ Միանշանակ։ Մեկ ասում են տղամարդկանց սիրտը գերելու համար պիտի համեղ ուտեստներ պատրաստես։ Դե եթե միայնակ ես, ուրեմն չկա մարդ ով ստամոքսի միջով փորձի քեզ լավ տրամադրություն ապարգևել, ուրեմն մենք էլ փորձում ենք եթե միջոցով այդ լավ տրամադրությունը եւ աչքերով կարող եք տեսնել, այո, եւ լսել։ Այո, մենք աշխատում ենք մեզ չխնայելով։ Ինչ անում ենք, դες համար ենք անում։ Ինչևէ, բացում ենք օրվա օրացույցը փետրվարի 19-ը օրը 5 շաբթի, ունենք հետաքրքիր ինչ որտեղ տարօրինակ, ինչ որտեղ նաև կեսկատակ, կեսլուրջ տոներ։ Գնացինք։ Այսօր կետերի համաշխարհային օրն է, նաև հավելենք, որ ծովային կատնասունների պաշտպանության համաշխարհային օրն է։ Նաև պարան ձգերով միջազգային օրն է։ Հիմա պարանը կձգեմ։ Չէ, մի ձգեք այդ պարանները։ Բայց ուզում եմ հասկանամ, որ պարանը ինչ պարան։ Միայն սպորտային նպատակով։ Չէ, ուզում եմ հասկանամ, ինչ պարանի մասին է խոսքը։ Մի խոսքով։ Այսօր նաև առաջին անգամ կազմվել է այ օթերևութաբանական քարտեզը։ Այսօր այդ քարտեզի ծննդյան օրն է։ Քիչ անց կասենք թե ով է կազմել եւ որ թվականին։ Լավ, կասենք, գնանք առաջ եւ փորձենք հասկանալ տարբեր երկրներում ինչ տոներ են նշում, դրանցից շատերը իհարկե տարօրինակ են, այսօր տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում քիչ են տոները, բայց մի տարօրինակ տոն կա, վետերան աղջիկների ազգային օրն է այսօր Միացյալ Նահանգներում։ Երբ վետերան դառնալ այդ աղջիկները, ես չհասկացա։ Հասկանամ դա որն է։ Վետերան աղջիկներ։ Ետ վերադարձեք ողջունելու։ Շոկոլադե անանուխի ազգային օրն են նշում ամերիկացիները։ Էլի է։ Չէ, նա ուրիշ շոկոլադ էր։ Ես մոտ տարբեր տեսակի շոկոլադներ կան։ Եթե մեզ դիտում են, ապա կտեսնեն նայր։ Այսօր թարթիչների ազգային օրն է։ Ուղղակի չի նշվում, դրանք բնական թարթիչներն են, թե դրված թարթիչները, որովհետև այսօր աչյոնիկները կարող են թարթիչներով ծափ տալ։ Ես կարծում 2 դեպքում էլ նշում են։ Մի խոսքով թարթիչների, բայց ուզում եմ հասկանալ ինչ են այդ օրը հորինել։ Լուրջ հիմքն եմ ուզում գտնել։ Չէին մտածում, որ թարթիչի օրը։ Ղրղստանում հետաքրքիր տոն կա ֆինանսական ոստիկանության աշխատակցի օրը։ Մի րոպե ֆինանսական, որ բռնում են հարկեր չմուծել եւ այլն արի այստեղ։ Թրջնաբանի օրն են նշում Ռուսաստանում։ Լավ շատ գույներ խառնելու օրն են նաև նշում Ռուսաստանում, չգիտեմ որ գույներն են ուզում խառնել։ Ռուսները ետ չեն մնում ամերիկացիներից։ Լավ էլ շատ տոն ունեն այսօր, բայց տեն։ Եվ ամենակարևորը Հայաստանում այսօր նշում են գիրք նվիրելու օրը, որը շատ լավ էսպես մուտք գործեց այս տոնը եւ այս սահմանվել է 2008 թվականին եւ կապված է բնականաբար հայ մեծ գրող բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ։ Մենք չենք մոռանում նպատակների մասին, որպեսզի խթանենք ընթերցանությունը, գիրք նվիրելու մշակույթը ձևավորենք, գրականությունը դարձնենք առօրյա կյանքի մաս։ Իմիջիայլոց ես ասեմ, որ այս ամբողջ խթանման հիմնական գաղափարը սկսվել է հենց 2008 թվականին, բայց կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում
հասել են նպատակն իրենին, որովհետև մենք կարող ենք ասել, որ խթանված է ընթերցանությունը, բավականաչափ մարդիկ կարդում են, իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ շատանան ընթերցողները, գիրք նվիրելու մշակույթն արդեն ձևավորվել է, մենք հաճախ ենք տեսնում, որ մարդիկ որոշում են նվեր որպես ընտրել գիրք, այո, եւ մենք էլ գիրք կնվիրենք այսօր, արի ասենք, եթե պատասխանեք մեր Վիկտորինայի հարցերին, հարգելու ենք եւ հաջորդ եթերաժամին մենք ձեզ նաեւ խորհուրդ կտանք թե ուր գնալ, որ գրախանութ ինչ անել, սա եւս շատ կարեւոր է։ Այսքաններ, հա, այդ մանրամասների գնանք հասկանանք թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ հենց այսօրը։ Այսօր Photoshop-ի ծննդյան օրն է։ Photoshop-ը ծնվել է 1990 թվականին։ Իմիջիալուց Photoshop-ն այն տարիներին փրկություն էր, որովհետեւ հեռախոսային հավելվածներ չկային եւ միակ տարբերակը լուսանկար մշակելու դա Photoshop-ն էր։ Եվ այն ժամանակ հիշում եմ, երբ Photoshop-ը նոր կար, մարդիկ գնում էին հատուկ ֆոտո խանութներ, որտեղ նստում էին Photoshop-ի մասնագետները եւ նրանց խնդրում էին օրինակ իրենց նկարն էին տանում, ասում էին կարող ես կողքը ավելացնել որևէ արտիստի, որպեսզի նկարում ես լինեմ, ասենք Քիմ Քարդաշյանի հետ, ու մենք դա անում ենք։ Եվ այսօր ինչ է անում է, աբոն ինչ է անում, ում ուզես, ում հետ ուզես, քայլում ես, չգիտեմ, կենտրոնացնում ես, երկում ամեն ինչ անում ես։ Այո, իմիջիալուց շատ դժվար է իրական վիդեոները, նաեւ նկարները տարբերել ոչ իրականից, հասել այդ կատարելության գրեթե։ Դառնանք իրադարձություններին 1986-ին դիեզեկ դուրս եկավ Միր խորհրդային ուղեցրային կայանը։ Գնանք առաջ, շարունակենք եւ փորձենք հասկանալ ել ինչ եղել։ Ահա, եթե այս գործընթացը տեղի չունենար, գուցե շարժվող կադրերը այդքան շուտ չհայտնվեին մեր կյանքում։ Խոսքը Թոմաս Էդիսոնի մասին է, նա պատենտավորել է լուսանկարչական ապարատը 1878 թվականին։ Իդեպ այն ժամանակ, երբ նկարների ցուցահանդես էին անում, փորձում էին նաեւ շարժվող պատկերներ ստանալ, որը հետագայում նաև ֆիլմի հիմք դարձավ։ Խոստացված ինֆորմացիան 1855 թվականին Լևերիեն կազմել է եղանակի առաջին քարտեզը։ Ապրի Լևերիեն։ Ապրես Լևերեջյան եւ այսօր գիտենք, որ նաեւ կան տեխնիկական զարգացման շնորհիվ կարողանում են նաեւ ցրել ամպերը, եղանակը մի քիչ փոփոխել, չգիտեմ դա լավ է թե վատ եւ ինչ հետևանքներ կլինեն, բայց այդուհանդերձ ունենք այնինչ ունենք։ Դե բայց դա պատվերով համերգ չէ, մի մոռաց։ Դե չէ, այնտեղ ուղակի հասկանալու համար, եթե շատ ուժեղ փոթորիկներ են եւ կարողանան օրինակ մի քիչ կառավարելի դարձնել, բերքը չվնասելու հետ կապված ի վերջո չենք մոռանում, որ կարկտակայանները եւս նպաստում են դրան։ Որոնք տեղադրված են այո։ Ունենք երկու հոբելար երաժշտության ասպարեզից, անգլիացի երգիչ երգահան Գրեմի երակի Դափնեկիր Սիլն է ծնվել այսօր, նա ծնվել է 1963-ին, նաև անգլիացի կիթառահար Black Sabbath խումբի հիմնադիր ամփոփող մասնակից Թոնի Այոմին է ծնվել այսօր 1948-ին։ Այսօր շատ կարևոր ծնունդ կա մեր հայերիս համար ի վերջո 1869 թվականի հենց այսօրն է ծնվել գրող եւ հայ բանաստեղծ հայ բանաստեղծ այս պարագայում տեղին է որ հայ ասենք այո Հովհաննես Թումանյանը նրա հեքիաթները ցանկացած ստեղծագործություն երբ կարդում ես դու չես կարդում ու անցնում որովհետև այնտեղ թաքնված եւ ոչ թաքնված կարևոր մտքեր կան մեսեջներ կան որոնք պիտի հասնի յուրաքանչյուրի եւ բնութագրում են շատ հետաքրքիր ազգային առանձնահատկություններ այսօրն է ծնվել նաեւ լեհ մաթեմատիկոս եւ աստղագետ Նիկողայոս Կոպեռնիկոսը նա ծնվել է 1473 թվականին Սա էլ իմացանք Թերթեցինք պատմությունը, արխիվը ամբողջությամբ փորփրեցինք եւ ձեզ ներկայացրեցինք ամենահետաքրքիրները։ Եվ քանի որ ունենք հոբելար երաժշտության ասպարեզից Սիլին, այս պահին չենք կարող չլսել, վայելենք նրա ռեմիքսներից մեկ, այնուհետև կշարունակենք։
you're bleeding, but you're through it now. So you run. I know that you need it. You can't live alone. So you run. So you run. Everyone says you're amazing now that you're clean. But only you know who the real ones are, 'cause you seem. There's only one question that I want to ask. Is it healing when you hear everyone say you're amazing? Does anyone ask you? Do you cry in your sleep? And do you feel okay when you run? Thinking it's doomsday, you got to let it go. So you run. Pretend you don't see it, and we can live the lie when you run. So you run. Everyone says you're amazing now that you're clean. Կերկին ասում ենք բարի լույս մեզ բոլոր շետևորդներին, լսողներին, նաև մեզ միացել է ռադիոլուրի մեր սիրելի գործընկեր Մարլենա Հովսեփյանը, Բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես Մարլենա։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, կա գիրք, որ հիմա ընթերցում ես։ Ես վերջին շրջանում սիրով վերցրեցի եւ սկսեցի կրկին ընթերցել Բուլգակով։ Լուրջ ես ասում, որ գործը։ Կարդացել էի Բուլգակով ամենահայտնի գործը, Մաստեր որը բոլորը, Մարգարիտ։ այո, Վարպետն ու Մարգարիտան, ընդ որում ես փորձել եմ իմ տարիքի հետ անընդհատ հասկանալ, դե ամեն կերպ ես դպրոցում հասկանում։ ես ընթերցում այդ Մի քիչ ստեղծագործությունը։ դպրոցում ընթերցելու գիրք չի։ Ընդհանրապես բոլոր գրքերը, երբ ընթերցում ես վաղ Այո։ տարիքում եւ մի քիչ ավելի հասուն տարիքում վերադառնում ես այդ գրքերին, վերաիմաստավորում ես եւ այլ կերպ ես ընկալում այն ինչ փորձել է ասել հեղինակը։ Ինձ համար այդ իմաստով վերջին գիրքը, որը ես կարդացել եմ, եղել է Բուլգակով Վարպետն ու Մարգարիտան։ Հետաքրքիր գաղափար տվեցիր, ոնց որ ես էլ գնամ վերընթերցեմ, որովհետեւ վաղուց էի կարդացել։ Ընթերցել այն գրքերը, որոնք ես սիրել եմ փոքր տարիքում եւ հետո վերընթերցում եմ մեծ տարիքում, սկսած Փոքրիկ իշխանից, որը թվում է թե մանկական գիրք է, բայց ամեն տարիքում վերընթերցելուց դու այլ այսպես դիապազոն ես բացում Ինձ գրողի։ թվում է ինչ որ չափ նաև Փոքրիկ իշխանը մեծիկների, ծնողիկների համար դաստիարակչական բնույթ ունի։ Այո։ Տեսնել ու դիտարկել ուրիշ հայացքից, այն ինչը չես տեսնում կյանքում, որը քո կյանքում կա, գոյություն ունի։ Այո, եւ հիմա դա պետք է երևի մեզ անել, Շատ նաև ավելի կա դրա շատ։ անհրաժեշտություն։ Նաև շատ ուրախալի է, որ այ գիրք նվիրել օրը կարծես վերածվել է Secret Santa-ի նման մի արարողության, Այո, շատ մարդիկ գեղեցիկ կոլեկտիվներով իրար, հա, այսպես դարձել Շատ լավ է։ վիճակահանություն անում, գիրք են Ոչ, նվիրում։ տենց Այո, բան եք անում։ ռադիոլուրում նման բան ունեք, թե ոչ արդեն հասցել եք բերել ում համար։ Ռադիոլուրում դեռ չէ, բայց ես երեկոյան Վարդգես Պետրոսյան եմ գնել, որպեսզի տղաս նվիրի իր համադասարանցուն Այ մենք նվիրելու ենք այսօր ռադիոլուսողներին գիրք, եթե իհարկե պատասխանեն մեր Վիկտորինայի Ինչ հարց է հարցերին։ գուցե ես նույնպես Շատ հեշտ հարցեր են։ Փորձես կզանգահարես 553702, Սիրով։ որովհետև պիտի զանգահարեք, արդար պիտի լինի էլի ամեն ինչը։ Որոնք պատասխանի տարբերակներով է մեր Վիկտորինան, շատ հեշտ տրամբոնցին հետ կապված։ Մարլենա ջան, գիրք, որը փոխել է աշխարհ հայացքդ եւ անփոխարինելի է քեզ համար մինչեւ այսօր։ Այդպես այս պահին չեմ կարող մեկ րոպե Սիրելի գիրքը, մտաբերել, լավ։ բայց կարող եմ ասել, որ իմ կյանքում ընթերցանությունը միշտ մեծ տեղ է գրավել, նաև մասնագիտության ընտրության հարցում ընթերցանությունը ընդհանուր առմամբ իմ կյանքը փոխել է, այո։ Քանի որ Մարլենան այս պահին մտքերով լրահոսի հետ է, խոսափողը փոխանցենք նրան եւ Վաշինգտոնում, որտեղ այսօր Հայաստանի վարչապետն է եւ Ադրբեջանի նախագահը գուցե եւ տեղի ունենա հանդիպում, մանրամասները վարքյան նրանց։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիոլուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այսօր փետրվարի 19-ին նա Վաշինգտոնում մասնակցելու է Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Խաղաղության խորհրդին հրավիրվել է մոտ 60 պետության ղեկավար, նրանցից մի քանիսը, այդ թվում Հայաստանի ղեկավարը հիմնադիր անդամ են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է Խաղաղության խորհրդի նախագահը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Իլհամ Ալիևը նույնպես աշխատանքային այցով այս պահին Վաշինգտոնում է մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոտ Բրանտի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդյոք տեղի ունենալու առանձնազրույց Հայաստանի եւ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջև դեռևս հայտնի չէ։ Եվ հակիրճ ներկայացնենք, թե ինչ հարցեր են քննարկվելու խորհրդում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Խաղաղության խորհրդի երկրները խոստացել են Գազայի հատվածին հատկացնել ավելի քան $5 միլիարդ։ 2026 թվականի փետրվարի 19-ին մենք նորից կհրավիրենք Խաղաղության խորհուրդը եւ կտեղեկացնենք, որ մասնակիցները խոստացել են ավելի քան $5 միլիարդ հատկացնել Գազայի հումանիտար կարիքների եւ վերականգնման համար, գրել է նա սոցցանցում։ Ավելին Թրամփը նշել է, որ երկրները պատրաստ են հազարավոր զորքեր եւ ոստիկաններ ուղարկել Պաղեստինյան անկլավում կարգ ու կանոնը պահպանելու համար։ Տեղեկացնենք նաև, որ Խաղաղության խորհրդի այս նախաձեռնության ընդառաջ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Ներողություն Գենսերը X-ի միկրոբլոգում կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տված խոստումը եւ ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը եւ վերադարձը Հայաստան։ Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է, գրել է Ջարեդ Գենսերը X-ում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍ-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական երկաթուղիները այլ երկրի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու թեման։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ է եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում, նշել է Շոյգուն, հավելելով, որ դա չմշակված լուծում է կառուցված համակարգը, դրանից հետո կարող է մեկ գիշերում փլուզվել։ Վարչապետ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ որևէ բարեկամ երկիր պետք է գնի Ռուսաստանից կառավարման իրավունքը։ Փաշինյանը անցած տարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր այս երկու հատվածներում դրանք վերականգնելու հարցը, հետո տեղեկացրել ռուսական կողմին նաև գրավոր են դիմել եւ եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները։ Ավստրիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական եւ անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահ դոկտոր Վերներ Պալսաբենդի հետ։ Վիեննայում Հայաստանի դեսպանությունից նշում են, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, թրիփ նախագիծը եւ այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Թողարկման այս հատվածում ներկայացնենք մի քանի լուր միջազգային եւ տարածաշրջանային լրահոսից։ Իրանի հետ կապված փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ հարցերում դեռ շատ հեռու ենք համաձայնության գալուց, այսօր ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Նա նշել է, որ Դոնալդ Թրամփը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը։ Մեկնաբանելով Իրան-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումները, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը այսօր կարծիք է հայտնել, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին, տեսականորեն ամերիկյան բանակ արդեն վաղը կարող է ռազմական գործողություն սկսել, գրել է միջազգայնագետը հավելելով. դատելով ռազմական ներկայության կառուցվածքից Պենտագոնը չի դիտարկում գոնե այս պահին ցամաքային որևէ գործողություն եւ օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։
Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսներին դուրս բերել իր մնացած զորքերը Սիրիայից, BBC-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նա նշել է, քանի որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը, Միացյալ Նահանգների մասշտաբային ռազմական ներկայություն այլևս չի պահանջվում։ Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015 թվականից իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ազդեցությանը հակազդելու համար։ Եվ վերջում ամենաթարմ տեղեկատվությունը 3 աջափնյակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 3 ուշ երեկոյան հայտնել է քննչական կոմիտեն։ Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության եւ հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ 3 փետրվարի 18-ին Երևանում հնչած գրակոծներից 1 մարդ մահացել էր, նախնական տվյալներով 6-ը վիրավորվել, 3-ն ըստ առողջապահության նախարարության ծայրահեղ ծանր վիճակում են, մյուս 3-ն էլ ծանր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հիվանդանոցում մահացածը 45-ամյա տղամարդ է, մյուսները կամ դանակահարված են կամ հրազենային վիրավորում ունեն, այլ մանրամասներ պետական մարմինները չեն հաղորդել։ Հիշեցնենք միայն անցած տարի ըստ վիճակագրական կոմիտեի հրազենով 152 հանցագործություն է կատարվել 2024-ին, 109 2023 թվականին այդ թիվը եղել է 94։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Մեր միջև ցերեկ, արև կամ էլ կամի, ոչ մի եղանակ, մեզ չի խանգարի, երբերու ես, կարոտում եմ, արևի հետ սպասում եմ քեզ, երանից հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանից հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, ներսում գարնան, արևն է հատնացել, քո գերին եմ ես, քեզ եմ հանձնվել, երբերու ես, կարոտում եմ, արևի հետ սպասում եմ քեզ, երանից հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանից հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի ինձ հետ լինես, ժպիտով քո վարակես, երանի դու ինձ կրկես, քո սիրով ինձ հետ կիսվես, երանի դու
Լուսեր առավոտից։ 10:10 րոպե մենք վերադարձանք Անդրեյնի ուղիղ եթեր եւ սիրով կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Ողջունում ենք ձեզ, հարգելի ռադիո լսողներ, մաղթում հրաշալի տրամադրություն, այո, ժպիտով պիտի վարակենք մեկս մյուսին եւ մենք ենք ստեղծում հենց այդ գեղեցիկ պահերը, մեր ձեռքն է ամեն ինչ եւ եթե մի քիչ շատ մնաք գրքերի աշխարհում, ապա վստահեցնում ենք ձեզ, որ ել ավելի հետաքրքիր կլինի ձեր առօրյան, որովհետեւ դուք զուգահեռ նաեւ կընթերցեք ու կվերապրեք, ինչու ոչ նաեւ կապրեք ուրիշ հերոսների հույզեր ու կյանքեր։ Ի վերջո գիրքը դա անփոխարինելի բան է, սա շատ կարևոր է։ Վարդիթեր Գևորգյանն on-line հարթակում գրում է բարի օր, շատ սիրված հաղորդավարներ, Թումանյանական է օրը, եռնեք ձեզ, որ ձեր գործով կապրեք անվերջ անդադար։ Եվ իհարկե ողջունում ենք նաև Կարեն Պողոսյանին, այո, հենց այդպես է։ Այսպիսի անկրկնելի եւ հաճելի պայեր են մեզ համար ստեղծում մեր ունկնդիրները իրենց գրառումներով շնորհակալ ենք։ Եվ իհարկե հիշեցնենք, որ այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ մեր երկրում այսօր նշում է գիրք նվիրելու օրը։ Եվ մենք նաև փաստեցինք, որ շատ կարևոր է ու շատ լավ աշխատվեց այն գաղափարը, որ միմյանց գիրք նվիրենք հենց այդ օրը, այսինքն դա դարձավ տոնի պես մի բան ու գեղեցիկ նոր ավանդույթ ձևավորվեց։ Եվ ողջունենք մեր հյուրին, Զանգակ գրատան բիզնեսի զարգացման մենեջեր Մարիա Սարգսյանին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ այսօրվա զբաղված տոնական օրվանից փոքրիկ հատված այսպես թողել եկել եք մեր ուղիղ եթեր, որպեսզի հաղորդակցվեք մեզ հետ։ Ձեզ եմ շնորհակալ, իրոք շատ կարևոր է խոսել այսօրվա մասին եւ ուրախ ենք, որ կա նման հետաքրքրություն։ Արդեն հասցրել եք օրվա սկզբում ստանալ կամ նվիրել գիրք։ Դեռ ոչ, բայց ամեն ինչ արժևում է։ Այո, ամեն ինչ արժևում է, այնպես է ստացվել, որ մենք ոլորտի մարդիկ իրականում այս այնքան զբաղված ենք միշտ այս տոնական օրերին, որ միշտ այդ խաղը, հա, այդ Գախնի Թումանյանը միշտ այս տոնից հետո ենք խաղում Ինչն է Գախնի Թումանյան։ Secret Santa-ն դարձել է Գախնի Թումանյան։ Նոր լսեցի ճիշտն ասած, հրաշալի տարբերակ է։ Եվ դու երբ ասացինք, որ այսօր դժվար օր է լինելու ձեզ համար ծանրաբեռնված, ասացիք օրեր։ Այո, սկսվել են արդեն, թե նոր այսօրվանից են մեկնարկում։ Մասնավորապես Զանգակ գրատանը սկսվել են վաղուց, ես կասեի, շատ ուրախալի է, որ իրոք հետաքրքրությունը շատ մեծ է եւ մենք անգամ ոչ միայն այսօրն է մեզ համար այս տոնական օրը, այլ ես կասեի անգամ շաբաթ, հա, մի շաբաթ տևում են մեզ մոտ այս ակտիվ օրերը։ Այո, եւ մասնավորապես միշտ 3 օրը 17, 18, 19 մեզ մոտ շատ ակտիվ է լինում, որովհետեւ Զանգակ գրատանը մենք արդեն ավանդույթ ունենք միշտ ակցիա ենք անում այս 3 օրերին ու հենց կոնկրետ այս 3 օրը ասած ամենագերակտիվ օկտերն են։ Մենք որոշել ենք ոչ թե զեղչ անել, այլ գիրք նվիրել, քանի որ գիրքը գնում ես, մեկն էլ նվիրում է։ Գիրքը գնում ենք կոնկրետ ֆիքսված գումարի դեպքում նվիրում ենք գիրք։ Այո, այսինքն ակցիա է մեզ մոտ, ոչ թե զեղչ ու այսօր ակցիայի վերջին օրն է։ Գանք ձեզ մոտից գիրք գնենք, ինչ անենք։ Մարիա ջան, քանի տարի է որ ոլորտում եք արդեն։ Ես 8 տարի է։ Ահա, բավականին երկար ժամանակ եւ այս տարիները որ համեմատում եք, այ ինչ առաջընթաց կա առասարակ եւ աշխուժություն։ Առաջընթացը ուղղակի անկարագրելի է։ Հա, այցելուների այդ աշխուժությունը, չգիտեմ, վաճառքի ցուցանիշները ինչի մասին է խոսում։ Իրականում անհամեմատելի է իրոք, որովհետև 8 տարի առաջ ոլորտը շատ փոքրիկ էր իրոք։ Զանգակ գրատունը վերջին 8 տարիներին է, որ հենց ակտիվ գործունեություն է ծավալում եւ տարեց տարի մենք նկատում ենք այդ աճը, թե տոնի մասին, հա, կոնկրետ այս տոնի մասին խոսելն է ավելի ակտիվ դառել։ Մենք նկատում ենք, որ ավելի շատ կազմակերպություններ են ներգրաված լինում, հա, անգամ բիզնես մակարդակի վրա է հետաքրքրությունը եւ իհարկե ուղղակի ընթերցասերները հենց այդ Գախնի Թումանյանը, հա, որը ես նշեցի, այդ գեղեցիկ ավանդույթը իրոք գնալով ամեն տարի ավելի ընդլայնվում եւ ավելի շատ մարդիկ են ներգրաված լինում դրա մեջ։ Մենք շատ ենք ունենում այցելուներ, օրինակ 3 մասնաճյուղում էի, մենք ամեն տարի պարտադիր օգնում ենք, հա, մասնաճյուղում մեր աշխատակիցներին, որտեղ ուղղակի, այո, ուղղակի հնարավոր չէ հասցնել, այնքան շատ են մեր հաճախորդները այս օրերին, ու երեք ունենք մի օտարերկրացի զբոսաշրջիկ հյուր, որ ինքը ուղղակի ապշած էր։ Ինքը, ասես նայում, ասում հայերը իրոք այսքան շատ են կարդում։ Իհարկե չգիտեր տոնի մասին, ես նրան պատմեցի ու ինքը այնքան զարմացած էր, բայց նա
նաև ասենց շատ մտավ, կարդաց, հետաքրքրվեց, այսինքն իրոք սա Ես լիահույս եմ, որ ինչ որ մի երկրում, օրինակ Միացյալ Նահանգներում, ինչ որ ռադիոհաղորդավարներ օրվա օրացույցը նշելով նաև կնշեն, որ Հայաստանում գիրք նվիրելու օր է այսօր, ոնց որ մենք ենք անում, իսկ ինչու ոչ, հետաքրքիր է բիզնես զարգացում, բիզնես պլան եւ գրքերի աշխարհ։ Թվում է սկզբնական շրջանում, թե իրար հետ առնչություն չունեն, բայց արի ուտես, որ լավ էլ ունեն։ Այստեղ ստեղծագործական միտքն ու հաշվարկները շատ կարևոր են, որպեսզի հաջողի ամեն ինչ։ Դուք փորձեցիք ուրիշ մշակույթ էլ բերել։ Արդյոք հիմքում այն էր, որ դուք երիտասարդների նաև բերեք գրախանութ եւ այնտեղ պահեք սրճարանի գաղափարի մասին եմ խոսում, որովհետեւ մենք առաջ գիտեինք գրախանութը զուտ գրախանութ է, գրադարանը զուտ գրադարան է, բայց արի ուտես, որ հետաքրքիր գաղափարներն ու նորարարությունները փոխեցին իրավիճակ եւ կարող ենք ասել, որ նաեւ այդ հետաքրքիր մոտեցման միջոցով նաեւ երիտասարդները սկսեցին ավելի շատ գալ ու շատ մնալ այդ գրքերի աշխարհում։ Միանշանակ, այդպես կարող ենք ասել, իրականում այս ֆորմատը նոր չէ, ինքը բավականին տարածված է Եվրոպայում, նմանատիպ ֆորմատը։ Այո, մեզ մոտ վստահաբար կարող եմ ասել, որ Զանգակգրատունը առաջինն էր, հենց այդ մշակույթը ներդնելով, ու մինչև այսօր մենք բազմաթիվ երիտասարդ ընթերցողներ ունենք, ովքեր գալիս են եւ իրենց օրվա զգալի մասը անցկացնում են Զանգակգրատանը, գիրք ընթերցելիս, ինչ որ դասեր են անում, ուսանողներ են գալիս, այո, թե են խմում եւ միանշանակ սա նպաստում է այս միջավայրը, ընդհանուր որը մեզ հաջողվել է ստեղծել մեր Աբովյան մասնաճյուղում, բայց ոչ միայն, կարող եմ ասել, որ մեր Կոմիտասի մասնաճյուղում նաեւ վերջերս նոր ֆորմատով վերաբացված, անցած տարի մենք վերաբացեցինք մեր Կոմիտասի մասնաճյուղը, այնտեղ եւս շատ ակտիվ է այժմ եւ այդ նույն համադրված ֆորմատը Թեյարանի հետ նպաստում է, այո, որպեսզի այդ միջավայրը նաեւ ունենանք այդ մասնաճյուղում։ Իդեպ ինչ կասեք այցելուների տարիքային սանդղակի մասին, առավել ակտիվ են ավակ տարեց սերունդը, թե երիտասարդները, դպրոցականները գուցե։ Գիտեք, այնքան բազմազան է հենց տարիքային տեսանկյունից։ Օրվա հոսքը, հա, երբ դիտարկում ես, ավելի շատ ովքեր են։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր տարիքային խմբերից, այո, ներգրաված են եւ դա էլ է հենց շատ ուրախալի։ Այսինքն դա խոսում են նաեւ արտադրանքի մատչելիության մասին, որ այն հասանելի է։ Դա գրքեր կան, որ այդքան էլ մատչելի չեն, բայց հիմնականում հա ընթերցելու համար մարդիկ գտնում են յուրաքանչյուր երկրպանի համապատասխան գտնում են։ Դե 3 տաքսի, որ չէ, 2 տաքսի, որ նստեք, 3 գիրք կգնեք այդ նույն գնով։ Կամ մի ցավոք սրտի այդպես է։ Ճաշեք, օրինակ, կենտրոնում, վստահաբար մի 2 գիրք։ 2 չէ, ավել ճաշելու պարագայում։ Այստեղ ուրիշ հարցել է ինձ հետաքրքրում հայ գրքասեր հասարակությունը։ Որ ժանրերն է ավելի շատ նախընտրում, եթե ընդհանրացնենք, հա, եւ արդյոք ավելի շատ փորձում են ձեռք բերել հայ գրողների գործեր, քան, ասենք, չգիտեմ, բեսթսելերներ եւ այլն։ Առհասարակ։ Էլի շատ տարբեր ես կասեի եւ հիմնականում գիտեք կոնկրետ մեր փորձով եմ ասում ավելի շատ վստահում են մեզ եւ մեր աշխատակիցներին եւ ուղակի խորհրդատվություն են հարցնում այսինքն ուղակի գալիս են եւ ասում են թե ում համար է ում են պլանավորում նվիրել այդ գիրքը եւ վստահում են մեր ճաշակին այո մենք իսկ երբ հարցնում ենք այ ինչ կարդանք ինչ հետաքրքիր բան կառաջարկեք ինչ սկզբունքով եք խորհուրդ տալիս բնականաբար գրողների հետ եթե լավ են այդ գրողների գործերն խորհուրդ տալիս չէ նման խտրականություն չենք անում։ Բնականաբար հետաքրքրվում ենք ում համար է գիրքը նախատեսված, ինչ նախասիրություններ ունի տվյալ անձը եւ արդեն բայց մի րոպե, չէ՞ որ այդ աշխատողները, եթե խորհուրդ են տալիս, եթե ճիշտ խորհրդի պարագայում պիտի լավ ուսումնասիրեք, կարդացած լինեն այդ գրքերը։ Հիմա այդքան ժամանակ ունեք դուք։ Ոչ։ Չէ, մեր գրատան ցանցում կարող եմ վստահ ասել, որ շատ լավ պայծառ վար երիտասարդներ են աշխատում, ովքեր անգամ եթե բնականաբար բոլոր գրքերը չեն կարդացել մեր ցանցի, վստահաբար լավ գրական ճաշակ ունեն։ Դա մեր սկզբունքներից մեկն է, որպեսզի մեր բոլոր աշխատակիցները սիրեն իրենց գործը, սիրեն գրքերը եւ բոլորն էլ բան իմացեն։ Այստեղ հետաքրքիր մի բան էլ կա աշխատակիցների մասով ստացվում է, որ գրքի խանութում խորհրդատու վաճառողը այլ հմտություններ էլ պիտի ունենա եւ բավարար չեն զուտ վաճառող աշխատելու հմտությունները, հա, գիտելիքի pašարի տեսանկյունից նկատի ունեմ։ Մենք առաջին հերթին ամեն դեպքում ընտրում ենք այնպիսի աշխատակիցներ, ովքեր սիրում են կարդալ, սիրում են իրենց գրքերը, իսկ մնացածը արդեն
Ժամանակի հետ մենք ինքներս իրենց սովորեցնում Դուք ենք։ կարելի ասել գրքի սոմելիեի դեր եք տանում, ինչպես սոմելիեն է, հա, առաջարկում խորհուրդ տալիս այս կամ այն գինին փորձել, դուք էլ Շատ լավ գրքերի համեմատություններ, ես շատ հավանեցի։ Այո, կարելի ասել։ Այստեղ ինձ ուրիշ բանել է հետաքրքրում, որպես կանոն բեսթսելեր, ինչքան աղմուկը շատ է լինում, այնքան պարզունակ է լինում, պարզվում է գիրքը։ Հատկապես մոտիվացնող գրքերը։ Կա նման կարծիք, Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է Միչելոց։ Իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է։ գիտեք մենք բնականաբար բոլոր աշխատակիցները ունեն իրենց գրական ճաշակը, բայց մենք երբեք դրանով չենք առաջնորդվում, որովհետև գրքերը շատ են ու ամեն մեկին պետք է խորհուրդ տասեն գիրքը, որը իրեն համապատասխան է։ Սուբյեկտիվիզմը այստեղ տեղ չունի։ Այո, մենք աշխատում ենք այնպես անել, որպեսզի մեր բոլոր հաճախորդները միշտ գոհ լինեն այն գրքերից, որոնք մենք իրենց խորհուրդ ենք տալիս։ Իսկ կա այդ հետադարձ կապը, կարդացին, վերադարձան, ասացին այ այսպեսի Ինչ տպավորություն լավն է։ ունենք, մեկ ինչ էլ ուրիշ ինչ կառաջարկի։ Պարտադիր Գալիս են։ կա, ասեմ ավելին, մեր աշխատակիցներից շատերը ունեն իրենց մշտական հաճախորդները։ Այո, ովքեր պարտադիր գալիս են հենց կոնկրետ ինչ որ մի աշխատակցի հետ զրուցելու, քննարկելու այն գիրքը, որ իրեն խորհուրդ էին տվել։ Միչելոց նոր գաղափար գուցե անում եք, չգիտեմ։ Ընթերցասերների ակումբ չունեք, որ երեկոներ կազմակերպեք եւ ձեր մշտական ընթերցողները եւ գիրք գնողները կան, չէ՞ գիրք վերցնեք, քննարկեք, թեյախմություն, չգիտեմ, այդպես բաներ անում եք։ Մենք անում ենք շատ մեծ թվով միջոցառումներ մեր տարբեր մասնաճյուղերում, ցավոք հենց կոնկրետ ընթերցասերների ակումբ զանգակի կողմից կազմակերպած այս պահին դեռ չունենք։ Տեսեք լավ գաղափար տվեցինք ձեզ։ Այո, իրականում շատ են հարցնում, մեզ էլ քանի տարի արդեն որ ունենում ենք այդ հարցը, թե ինչու չունենք, ինչու չենք անում, որովհետև հետաքրքրություն կա իրական։ Ակումբային ինչ որ բան ստեղծվի, գրքասերների ակումբ, որտեղ կորոշվի թե որ գիրքը պետք է ընթերցեն, ասենք մեկ շաբաթ ընթերցում են, հետո քննարկում պիտի լինի, չգիտեմ։ Չունեք նման ակումբ։ Կոնկրետ Ստեղծեք զանգակ գրատան կողմից կազմակերպած ոչ, բայց ես կարող եմ ասել, որ վերջին տարիներին դա եւս տենդենց է, շատ են գրական ակումբներ նոր ձևավորվում եւ նրանք շատ հաճախ իրենց հանդիպումները մեր գրատան միջավայրում են կազմակերպում, դա եւս ուրախալի է։ Ես առաջարկում զեղչի մասը նորից կրկնենք, որտեղ ռադիոլսողները հարցնում են, այդ ինչ են նվիրում եւ ինչ սկզբունքով, որպեսզի նորից բոլորը լսեն։ Այսօր մեր ակցիայի վերջին օրն է, ակցիայի շրջանակներում 8000 դրամի գիրք գնելու դեպքում, այո, ստանում եք նվեր գիրք։ Զանգակ գրատան Իրենց կողմից։ ընտրությամբ է գիրքը։ Մենք հատուկ գրքեր ենք ընտրել, Առանձնացնում հատուկ ամեն տարի ընտրում ենք, առանձնացնում ենք գրքեր եւ այդ գրքերից հնարավոր է ընտրել ամեն 8000-ի համար, այսինքն եթե օրինակ 16000 է գնում, երկու գիրք եք ստանում։ Այստեղ մի հատ ուրիշ գաղափար էլ ծնվեց մոտս։ Դու այսօր Ինչու ոչ։ Գիրք նվիրելու օրը կարող է նաև սիրո խոստովանության պես մի բան դառնալ։ Արդյոք ունեք տարբերակ, երբ գալիս է որևէ տղա, գիրք է գնում իր սիրելի աղջկա համար, գրառում է, կատարում է, տեղ փակում է եւ խնդրում է անանուն, որպեսի տեղ հասնի իր աղջկան, ընկերուհուն։ Նման դեպքեր եւս ունեցել են, անում եք այդպիսի բան։ Այո, անում են։ Ոստորեն տեսնում ես։ Հա, հետո շատ Զանգում են, պատվիրում են, խնդրում են առաքենք, բայց խնդրում են, որպեսի անանուն մնա, թե ում կողմից է, չասվի, այդպես եւս բնականաբար սիրո մասին գրքեր են, չէ՞։ պատահում է, այո։ Իդեպ ինչ հարաբերությունների մեջ եք հենց հեղինակների հետ ստեղծագործությունների գրքերի կա արդյոք ուղիղ կապ, թե այնուամենայնիվ միջնորդավորված տարբերակով են ստեղծագործությունները Հրատարակչությունների միջոցով եք աշխատում։ Բնականաբար շատ ջերմ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք բոլոր հայ հեղինակների հետ, համագործակցում ենք շատ սերտ, տարբեր միջոցառումների պարտադիր հրավիրում ենք իրենց, թե վարողի տեսքով, հա, թե իրենց գրքի շնորհանդեսներն են կազմակերպում մեզ մոտ, այսինքն կապը ուղիղ է, միջնորդավորված չէ, եւ իրենք էլ նաեւ մեր հաճախորդներն են։ Ընտրում եք հեղինակներին այ ում հետ համագործակցել, ում գործը վաճառել, չվաճառել։ Չունենք նման խտրականություն, մենք ցուցակ ունենք։ Սև ցուցակ, դեռ այդքան չի գրական աշխարհը այդ վիճակում հայտնվել, որ սև ցուցակ ունենա, եւ դա շատ լավ է, որ չկա այդ սև ցուցակը, որովհետեւ այդուհանդերձ, եթե այսպես խորքային որևէ բան չես գրում, այդ գիրքը երկար չի ապրում։
ի վերջո մենք գիտենք, որ այն գրքերն են կյանք ունենում, որոնք իսկապես ասելիք ունեն, խորքային են, աշխատանք է տարված, գրողի ձեռագիրն է տարբեր, եւ այս պարագայում եղել է, որ տարվա վերջում ամփոփում կատարեք եւ հասկանաք, թե հայ գրողներից օրինակ ում գիրքն է ամենաշատը ձեզ մոտ վաճառվել, կամ արդյոք մոնիտորինգ եք անում եւ փորձում եք հասկանալ, որ լեզվով է ավելի շատ գիրք վաճառվում, անգլերեն, ռուսերեն, հայերեն, ի վերջո այդ հիմնական 3 լեզուներն են, որ գրքեր ունեք, չէ, մեզ մոտ էլի, որ ընթերցում են։ Քանի որ զանգագրատան ամենամեծ երևի թե տեսլականը այն է, որ մենք խթանենք հենց հայալեզու գրականության վաճառքը, ես կարող եմ ասել, որ վերջին տարիներին հենց այդ ստատիստիկան մեզ ցույց է տալիս, որ ամենաշատը վաճառում են հենց հայերեն Հայաստանում հրատարակված գրքերը, եւ դա մեզ համար շատ մեծ հաջողություն է։ Հիմա թող գրողները չլսեն, բայց որ հայ գրողի գիրքն է, որ օրինակ զարմացրել եւ շատ մեծ քանակությամբ վաճառք է իրականացվել։ Այս տարի։ Հա։ Տարին դեռ նոր է սկսվել։ Դե եկեք անցած տարվանը ամփոփենք։ Տարին նոր է սկսվել, բայց նոր գրքեր ունենք արդեն հրատարակված ու դա շատ լավ է։ Ահա։ Ես կարող եմ ասել, որ կան մի շարք սիրված գրողներ, հեղինակներ, որոնց մասին շատ են հարցնում։ Բնականաբար դրանք նաև արդեն կարելի ասել դասական դարձած, հա, Գուրգեն Խանջյանն է, օրինակ, ում գրքերը շատ են սիրում մեզ մոտ, Արամ Պաչյանն է, ով զանգագրատան լավ ընկերներից է նաև, Գրիգը, մի շարք անուններ կան, որոնց մենք միշտ, որոնց գրքերը մենք միշտ սիրով խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներին, ովքեր նաև այցելում են մեր գրատուն, այս օրերին նաև տեսնում ենք իրենց, որն շատ հաճելի է։ Իսկ որ հեղինակն է, որ ձեզ գայթակղել է եւ դուք որոշել եք, որ պիտի ձեր գործունեությունը ծավալեք գրքերի աշխարհում։ Որ հեղինակն է, որ ձեզ բերեց։ Ոյ, շատ բարդ հարց եք տալիս։ Ոնց չեք մտածել մինչև էս, բայց հիմա երևի թե չեմ մտածել, իրականում ես մասնագիտությամբ բանասեր եմ։ Առավել եմ, խնդրում եմ ասեք հեղինակ։ Բայց անկեղծ կդժվարանամ, որտեվ չկա մի հեղինակ։ Այնպես հաստատվել, որ ես միշտ, չէ, հասկանում եմ, այնպես հաստատվել, որ ես միշտ կապ ունեցել եմ գրքերի հետ։ Կարող եմ ասել սիրելի հեղինակ, ում որ հիմա շատ եմ սիրում ու այս օրերին շատ եմ խորհուրդ տալիս։ Դե ասեք։ Պաուլո Սորենտինոին կնշեմ, իտալացի հեղինակ է եւ բարեբախտաբար արդեն ունենք թարգմանած մի ստեղծագործություն հայերենով, բոլորն իրավացի են, այդ վեպը խորհուրդ կտամ բոլորին։ Ինտրիգային է հնչում վերնագիրը, բոլորն իրավացի են։ Ռադիոլսողներին հիշեցնենք, մենք էլ ենք այսօր գիրք նվիրելու, քիչ անց փոխեք ալիքը եւ եթե ճիշտ պատասխանեք մեր շատ հեշտ Վիկտորինայի հարցերին։ Մի քիչ հումորով իհարկե։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ գիրք նվիրելու օրվա առիթով եւ հիշեցնում, որ տաղավարում մենք զրուցում էինք զանգագրատան բիզնեսի զարգացման մենեջեր Մարիա Սարգսյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ Կրկին ասում ենք բարի լույս եւ շարունակում ենք աշխատել փետրվարի 19-ի հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվ առաջարկում ենք, որ շատ արագ մոտենալ հեռախոսին եւ զանգահարել մեզ 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարը, որպեսզի մասնակցեք վիկտորինային եւ ձեռք բերեք գիրք նվիրելու օրը հրաշալի գիրք զանգակ գրատան կողմից եւ այս պահին նաեւ ուզում եմ խոսենք կարևոր մի բանի մասին էլ, այ խոսեցինք Գախնի Թումանյան, չէ՞։ Դա հրաշալի է, որովհետև ես կարծում եմ, որ եթե դուք դեռ ձեր աշխատավայրում չեք խաղում այդ խաղը, շատ արագ պիտի հիմա ուղեք այդ փաստը։ Եվ ունենք զանգ իհարկե։ Ունենք զանգ, ողջունենք ռադիոլսողին, ասում ենք բարի լույս։ Շատ սիրելի հաղորդավարներ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Շատ լավ, Այս պայծառ շնորհակալություն։ ձայնը որտեղից է մեզ հասնում տեղ։ Երևանից։ Երևանից, հրաշալի է։ Ձեր անունը։ Հայկանուր։ Շատ հաճելի է Հայկանուշ ջան, ես պիտի խնդրեմ ձեզ, որպեսզի դուք կամ հեռանաք ռադիո ընդունիչից, կամ ձայնը իջեցնեք, որ չարձագանքի։ Արեցիք կարծես։ Պատրաստ եք։ Հաջան։ Այսպես լավ է։ Չէ, ես ձեր ձայնը լսում եմ միևնույնն Մի է։ քիչ բարձրացրեք Դուք հեռախոսով ձեր ձայնը, մեզ հա? հետ խոսեք Մի քիչ։ ուղակի։ Հեռացեք ռադիո ընդունիչից։ Հայկանուշ, դուք տեղում եք։ Այո։ Ահա։ Հրաշալի է։ վերջ, Պատրաստ եք։ Հայկանուշ ջան, ինչպես միշտ ունենք 3 հարց, ամեն մեկը ունի պատասխանի 3-ական տարբերակ։ Դուք փորձում եք լսել ուշադիր եւ պատասխաններից մեկը հրապարակել մեզ։ Պատրաստ եք։ Այո։ Որ թվականին է պաշտոնապես մեկնարկել գիրք նվիրելու օրը Հայաստանում։ 3 տարբերակ. առաջին 1998, երկրորդ տարբերակ 2008 եւ երրորդ տարբերակ 2015 թվականին։ Եթե ուշադիր հետևել եք մեր Մենք ասել ծրագրին, ենք ապա այդ այսօր ասել ենք այդ Այո։ թիվը։ Եվ այսպես որ թվականն ենք ընտրում 1998, 2008 եւ 2015, որ թվականից է սկսվել այս ամենը։ Փորձեք տրամաբանել։ Արդեն ինչքան ժամանակ է կա, դարերի խորքից չի եկել։ Համեմատաբար 2008։ 2008։ Այո, Բրավո։ Առաջին պատասխանն ունենք։ ունեք։ Հիմա անցնենք հաջորդին։ Պատրաստ ես Տիգրան։ Իհարկե, Ռադիոլսողը իհարկե, պատրաստ է։ Եվ այսպես, որ ստեղծագործությունն է պատկանում Հովանես Թումանյանին։ Առաջին Անուշ, երկրորդ Պեպո եւ երրորդ Քաոս։ Դե։ Այո։ Դե իհարկե։ Երկրորդ պատասխանն էլ ունեք, մեկն էլ որ ունենանք, Շատ հեշտ շատ լավ իհարկե կլինի։ հարցեր, Դե բայց ունենք եւս մեկ հարց։ Ահա։ Ինչպիսի նվեր է խորհրդանշական, առհասարակ ինչ նվեր է խորհրդանշում այս օրը։ Ինչ նվիրել այս օրը։ Ծաղիկ, քաղցրավենիք կամ գիրք։ Գիրք։ Մի հատ էլ ասեք, թող բոլորը լսեն։ Գիրք, իհարկե գիրք։ Ու ընդհանրապես ոչ միայն այսօրը գիրք նվիրեք, այլև հաճախ գիրք նվիրեք։ Մենք նվիրում ենք այսօր այդ գիրքը ձեզ, մի անջատեք հեռախոսը, որպեսզի պայմանավորվեք եւ գիրք նվիրելու օրը ձեռք բերեք ձեր նվեր գիրքը։ Շնորհակալություն։ Հաջան։ Ինչ գիրք է։ Կիմանաք, ձեզ կներկայացնեմ։ Վստահ եղեք, որ մեր գործընկեր Զանգակ գրատնից Խնդրենք, վատ գիրք չեք ստանա։ Խնդրենք։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Լավ օր ձեզ։ Լավ օր։ I've been told by living life like a star. All the champagne and caviar, but no one ever
It's an illusion, just an illusion. I thought I knew what life should be. It's an illusion, just an illusion. Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ մաղթում հաճելի օր ու հաճելի տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում հիշեք օրը տոնական է եւ այս տոնական օրով միմյանց գրքեր պիտի նվիրեք, այնպես որ կարծում եմ այս գեղեցիկ ավանդույթը կդարձնեք եւ գիրք նվիրելու օրը ավելի հիշարժան կդարձնեք եւ գիտես Սաբոյին խնդրեցի որպեսի շատ արագ մեզ ներկայացնի աշխարհում ամենաշատ վաճառված գրքեր, որոնք են այդ գրքերը, այդքան էլ չզարմացրեց, իրականում շատ սպասելի էին այս գրքերը վաճառքով եւ այսպես տեղեկացնեմ, որ առաջին հորիզոնականում է հայտնվել Սերվանտեսի Դոն Քիշոտը։ Վաճառվել է մոտավորապես 500 միլիոնից ավել գիրք։ Դե արկածային երգիծական վեբ, որը համարվում է արևմտյան գրականության հիմնասյուներից։ Դա բոլոր ժամանակների ամենաընթերցվող վաճառվող գիրքն է։ Հաջորդը Չարլզ Դիքենսի գործերից մեկն է, որը կոչվում է Երկու քաղաքների պատմություն, եւ վաճառքը եղել է 200 միլիոնից ավել, ֆրանսիական հեղափոխության ֆոնին ծավալվող դրամատիկ պատմություն է այն, եւ մենք կզարմանայինք, որ այս գործը տեղ չգտներ, հա, այս ցուցակում Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը, որի մասին հաճախ ենք խոսում, կրկին ավելի քան 200 միլիոն վաճառք է եղել փիլիսոփայական հեքիաթ մեծերի եւ երեխաների համար։ Հետո տեղափոխվում ենք էլի սպասելի գիրք է Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը գիրքն է 4-րդ հորիզոնականում Ռոլինգի գրած, որը հետաքրքիր փոփոխություն մտցրեց, հա, այս ֆանտազիայի աշխարհում եւ դարձավ շատ հետաքրքիր հատկապես պատանիների ու երեխաների համար, նույնիսկ մեծերն են հաճույքով դիտում ու կարդում, ֆիլմերն էլ են իհարկե հրաշալի, սկիզբը կախարդական մի աշխարհի, որը դարձավ համաշխարհային ֆենոմեն, այո։ Գնանք առաջ, Թոլքինի 5-րդ հորիզոնականում հայտնվել է Մատանիների տիրակալը, որը կրկին մեծ աղմուկ բարձրացրեց եւ հետաքրքրությամբ նաեւ ֆիլմը կրկին գեղեցիկ նկարահանվեց, 150 միլիոնից ավել վաճառք է տեղ ունեցել, ֆանտաստիկ եռագրություն է, որը փոխել է ժանրը, կրկին տեղափոխվում ենք էլի Թոլքինի գործերից մեկն է Հոբիթը, որի ֆիլմը եւս կա, եւ այստեղ մոտավորապես ավելի քան 100 միլիոն վաճառք եղել միջերկրական աշխարհի նախապատմությունն է, եւ 7-րդ հորիզոնականում Ագաթա Քրիստիի եւ ապա չմնաց ոչ ոք գիրքն է, որ կրկին մեծ վաճառք է ունեցել, մոտավորապես 100 միլիոնից ավել վաճառք, ամենավաճառված դետեկտիվ վեպերից մեկն է պատմության մեջ։ Շարունակեք լսել, մեզ արխիվում ունենք լուր գաստրոնոմիայի աշխարհից եւ երկե մարզաշխարհից։ I'm a woman, no time to talk. Music loud and women, all things need to dance with us. And I don't care if I look like I'ma give me love the other way, but we can try the one that's me. Give your time to make the way. When you're dancing with the way you're feeling it right, stay in the light. Feeling the beat and everybody shake, stay in the light. Stay in the light.
10:47 դուք լսում եք Հանրային ռադիոն Երևանում այս պայն 8 աստիճան տաքություն է շարունակում եք միասին վայելել փետրվարի 19-ի առավոտը Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ on-line հարթակում գրում են հեռախոսահամարը կասեք մենք էլ ենք ուզում մասնակցել Վիկտորինային այսօր արդեն չեք կարող մասնակցել բայց այդուհանդերձ այնտեղ գրել եմ 553702 եթերի հեռախոսահամարով զանգագրատան կողմից հրաշալի գրքեր ենք ստացել որոնք խաղարկելու ենք ամեն օր մեկ գիրք այնպես որ փորձեք ինքներդ նաև ունենալ այդ գրքերից։ Մեր լրահոսը դեռ չի սպառվել, ինչպես եւ խոստացել էինք, այս պահին լրահոս գաստրոնոմիայի աշխարհից Հայաստանը դառնում է Կովկասի առաջին տեխնացուն գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028 կոչման համար։ Գաստրոնոմիան մշակութային ժառանգության պահպանման, կայուն տարածքային զարգացման եւ համայնքահեն տնտեսական դիմակայության շնորհիվ Հայաստանը միացել է գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան հարթակին որպես 2028 թվականի մրցանակի տեխնացու։ Դե մեզ մնում է հաջողություններ մաղթել մերոնց։ Իմիջայլոց ասենք, որ Հայաստանը Կովկասի տարածաշրջանից առաջինն է, որ դիմել է այդ միջազգային ճանաչմանը, սա շատ կարևոր է։ Նաև հավելենք, որ Հայաստանը պարտավորվում է գործակցել հարթակի մյուս տարածաշրջանների հետ, որպեսզի խթանեն կայուն սննդային համակարգերը, ամրապնդեն տեղական արժեքային շղթաները եւ աջակցեն սննդային կրթությանն ու հետազոտություններին։ Այնպես որ հաջողություն մաղթենք։ Այո, հաջողությունները մաղթենք, հայտնի են դարձել նաև Ծանրամարտի Հայաստանի 2026 թվականի առաջնության լավագույն մարզիկների անունները, բայց այդ մասին արդեն ինչպես ասում են, քիչ անց հաջորդ դասին երգից հետո։ Say D, say I, say S, C, C. जिंदगी मेरा गाना मैं इसी का दीवाना तो झूमो तो नाचो आओ मेरे साथ नाचो गाओ I am a disco dancer I am a disco dancer पैदा हुआ हूँ ये लोग कहते हैं मैं तो भी गाता था जब बोल पाता नहीं था ये पाँव मेरे तो तब भी थिरकते थे जब चलना आता नहीं था नगमों की मस्ती है मेरी जवानी में है डांस मेरे लहू की रवानी में यहाँ मेरी हार नाचो गाओ I am a disco dancer I am a disco dancer जिंदगी मेरा गाना ला 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 मैं इसी का दीवाना ला 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 तो झूमो तो नाचो आओ मेरे साथ नाचो गाओ I am a disco dancer Hey I am a disco dancer Ազնիվ խոսք երկի ընտրության հետ ես ոչ մի կապ չունեմ։ Բայց մոտը խառը չէ։ Հա, բաբոն։ Չէ, իրականում ես իրենց ծնգլ-մնգլ երգերը չեմ սիրում ընդհանրապես, բայց հետաքրքիր ռեմիքս տարբերակ է, որը Afro House remix ընդ որում։ Այո, շատ լավ ռեմիքս են արել։ Այո, ռեմիքսի լավը շատ լավն է, բայց ընդ որում նոր remix է ասում։ Դե հա, եւ գաղտնիքը բացենք AI-ի օգնությամբ։ Այո, AI-ի մատախառն է այստեղ։ 100% խառն է եւ իդեպ ոչ միայն այս երգը բազմաթիվ այլ հայտնի գործեր վերցված եւ հետաքրքիր ռեմիքսներ է արված, այնպես որ դուք էլ կարող եք փնտրել եւ գտնել, չենք մոռանում, որ այսօր գիրք նվիրելու օրն է եւ գաղտնի Թումանյան կարող եք խաղալ, շատ արագ գնացեք գրախանութներ, կարող եք գնալ նաեւ այնպիսի գրախանութ, որտեղ կան հետաքրքիր ակցիաներ, որ Եթե դեռ չեք գնել գիրք նվիրելու համար, ապա շտապեք, օրը դեռ արժևում է։ Իսկ ավարտին մենք հիմա նվիրենք գրքեր, այո։ Լավ, արի նվիրենք։ Ես համար առանձնացրել եմ Խալեդ
Հոսեյնի եւ արձագանքեցին լեռները գիրքը։ Ես լիահույս եմ, որ այն քեզ շատ դուր կգա։ Իսկ ես կնվիրեմ Dan Brown-ի Inferno-ն։ Լավ էլի, ինչ գիտեիր, որ ես շատ ուզում եի այս գիրքը։ Կկարդաս կկիսվես տպավորությունով։ Միանշանակ։ Ես կհոշոտեմ, ես չեմ կարդա։ Ես սիրում եմ լավ գրքերը, այսպես կարդալ անդադար, կարդալ անverջ ու չկտրվել դուք էլ։ Եվ մեր լրահոսի ավարտին մնաց մեզ ներկայացել մարզական մեկ լուր, ինչպես եւ խոստացել էինք, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026-ի Հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։ Եվ այսպես տղամարդկանց պայքարում լավագույն ծանրորդ է ճանաչվել Գոր Սահակյանը 71 կիլոգրամ։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է բացարձակ առավելությամբ երկամարտի արդյունքով 40 կիլոգրամով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Գրիգորյանին։ Դե իսկ կանանց մրցաշարում լավագույնի կոչմանն է արժանացել 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։ Արի շնորհավոր ենք։ Շնորհավորում ենք։ Ասում ենք ուրա եւ այստեղ ծափեր ենք ծափել ունենք։ Իրենց հաղթանակը մեր հաղթանակն է։ Հաճելի է հրապարակել հաղթական լուրեր, մարզական լուրեր։ Իհարկե, մենք սիրում ենք հաղթանակներ առհասարակ, այդպեսին ենք, հա, ազգային առումով։ Եվ սիրելի ռադիոլսողներ, շնորհակալություն ենք հայտնում նաև ձեզ, որ առավոտվա այս 1:30 ժամն անցկացրեցիք մեզ հետ միասին, հուսանք այն դրական լիցքերն ու էներգիան, որ մենք ունենք, դուք էլ ունեք ու մենք միմյանց կարողացանք փոխանցել։ Դες փետրվարի 19-ի հանրայինի ուղիղ եթերում դες համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ See that girl, watch that scene, digging the dancing queen. Friday night and the lights are low, looking out for a place to go where they play the right music, getting in the swing. You come to look for a king. Anybody could be that guy. Night is young and the music's high with a bit of rock music. Everything is fine. You're in the mood for a dance. And when you get the chance, you are the dancing queen, young and sweet, only 17. Dancing queen, feel the beat from the tambourine. Oh yeah, you can dance, you can jive, having the time of your life. Ooh, see that girl, watch that scene, digging the dancing queen. You're a teaser, you turn 'em on, leave them burning and then you're gone. Looking out for another, anyone will do. You're in the mood for a dance. And when you get the chance, you